Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր մայիսի 6։ Աստծո ծրագիրը մեր վկայությունը։ Ծննդոց գրքի եզրափակմամբ Աստված ընտրեց մի փոքր աննշան ազգ, դառնալու ուսուցանող ժողովուրդ, մի ազգ, որը կլիներ նրա բարության կենդանի օրինակը հեթանոս աշխարհի համար։ Նման վկայություն տալու համար Աստված իր ժողովրդին տարավ նրանց վերահսկողությունից դուրս գտնվող վայրեր։ Նա մեկուսացրեց Իսրայելին անապատում, որտեղ միայն նա պետք է լիներ նրանց կյանքի միակ աղբյուրը։ Իսրայելը ոչ մի վերահսկողություն չուներ իր գոյատևման վրա այս անապատային վայրում։ Նրանք չէին կարող ազդել սննդի, ջրի կամ իրենց ճանապարհորդության նպատակակետի վրա։ Նրանք չգիտեին ինչ էին ուտելու և խմելու, որ ուղղությամբ էին գնալու և որտեղ էին հայտնվելու։ Աստված էր անում ամեն ինչ նրանց համար, առաջնորդելով նրանց իր հրաշալի ամպի սյունով, որը լուսավորում էր նրանց նաև գիշերը։ Նա նրանց կերակրում էր երկնքից եկած հրեշտակների կերակուրով և ապահովում ժայռից բխող ջրով։ Այո, Տերը հոգում էր նրանց բոլոր կարիքները, և ոչ մի թշնամի չէր կարողանա հաղթել նրանց։ Երկնքից քեզ իր ձայնը լսել տվավ, որ քեզ խրատե։ Երկրորդ Օրինաց 4:36 խոսք։ Աստծո ժողովուրդը պետք է լսեր նրա այն խոսքերը, որոնք առաջնորդում էին նրանց, և փոխարենը պետք է վկայեր։ Ո՞վ է բոլոր մարդկանցից լսել կենդանի Աստծո ձայնը։ Հին Իսրայելին շրջապատող ազգերը լի էին աստվածներով, որոնք համր էին, անկարող էին տեսնել կամ լսել, անկարող էին սիրել, առաջնորդել և պաշտպանել իրենց երկրպագող մարդկանց։ Սակայն ազգերը կարող էին Իսրայելի մեջ տեսնել մի հատուկ ժողովուրդ, որին Աստված առաջնորդել էր սարսափելի անապատով, մի կենդանի Աստծո, որը սիրում էր իր ժողովրդին, պատասխանում էր աղոթքներին և հրաշքներ էր գործում։ Աստված հարություն տվեց մի ժողովրդի, որը ապրեց իր իշխանության ներքո և լիակատար վերահսկողություն ուներ իրենց կյանքի նկատմամբ, ամբողջ աշխարհին իր վկայությունը լինելու համար։ Ինչու է Աստված ցանկանում լիակատար վերահսկողություն ունենալ իր ժողովրդի նկատմամբ։ Որովհետև միայն նա գիտի ճանապարհը և կանի անհնարինը, որպեսզի մեզ այնտեղ հասցնի։